Շադրություն բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի գավաթի խաղարկությամբ Հյունիկ Նոա հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Օսեյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ առաջի խաղի համար որոշակի լարվածություն նկատվեց թիմի գործողություններում, համենայն դեպս սկզբնամասում, բայց երկրորդ խաղակեսը բավական ավելացրեցինք, վերջում ճնշում գործադրեցինք, կարծում եմ մեր հակառակորդը այսօր ուներ որոշակի տարածքային առումով առավելություն, բայց գոլային պահերով մինիմում համենայն դեպս չէինք զիջում, համարում եմ ցավալի պարտություն, վերջում կարող էինք ոչ ոքի գրանցել, բայց կարող եմ ասել, որ այս դիմակայության ընդամենը առաջի մասն է ու մենք վստահ ենք, որ կարող ենք այդ փոքր առավելությունը հակառակորդի երկրորդ խաղից հետո չեզոքացնենք։ Շնորհակալություն, հարցեր։ Այկ Պարոն Օսեյան, ինձ հետաքրքիր է արդյոք, քանի որ սա առաջի խաղն է եւ մեր խաղացողները դեռ խաղային միտք չունեն, արդյոք փոփոխություն կատարելուց առաջ ինչ-որ դիլեմա առաջանում է, որ ֆուտբոլիստը օգնած է, բայց նոր մտնողներ դեռ նույն խաղային ռիթմը չունեն, մինչև մտնի մինչև այդ սկսա արդեն խաղի վերջը։ Այդպիսի դիլեմա խնդիր չունեինք, այստեղ ամենաշատը հենց թարմության պակաս էր նկատվում այդ փոխարինումներից առաջ, դրա համար արեցինք այդ փոխարինումները, ինձ թվում է բավականին աշխուժացրեցին մեր փոխարինողները այսօր խաղը ու վերջնամասում իզուր չէր, որ ճնշում գործադրեցինք ու գոլային պայերը ստեղծեցինք, կարող էինք ոչ ոքի խաղալ մինիմում։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Արման։ Պարոն Օսեյան, դուք նշում եք, որ Վիլենը բավական անցկացնելուց հետո լավ մարզավիճակի կվերադառնա, հիմա ինչ մարզավիճակում։ Ինձ թվում է իր այդ փոքր թեկու ժամանակահատվածում ինքը ցույց տվեց, որ շատ լավ վիճակում էր, բավական մեծ ազդեցություն ունեցավ մեր խաղի վրա Վիլելան, թեկուզ այդ կարճ ժամանակահատվածում ու ես հուսով եմ, որ կամաց նա կավելացնի իր րոպեները խաղադաշտում ու մեծ օգուտ կտա մեր թիմին։ Շնորհակալություն։ Այկ Պարոն Օսեյան, գոլ բացողներից հետո թիմը ավելի համարձակ է գնում առաջ եւ բավականին հեշտ հասնում է թե դուգային հրապարակները մատուցներ։ Ինչ եք կարծում, որ ի սկզբանե փորձեք այդպես խաղալ ավելի հեշտ ստացնել։ Իհարկե, այդպիսի միտք կա, բայց քանի որ սա գավաթային խաղ է, մենք այսօր ավելի շատ ռացիոնալ մարտավարություն էինք ընտրել, ու այդ դեպքում էլ մենք ունենում էինք լավ մոտեցումներ, դե վերջում բնական է, խաղի հաշիվը թելադրում էր, որ մենք ավելի նախաձեռնող պետք է լինենք, համարում եմ, որ որոշակի հոգեբանական բարիեր կար, որը այդ հակառակորդի գոլից հետո քանդվեց, դրա համար էլ ավելի ազատ էին գործում մեր ֆուտբոլիստները։ Շնորհակալություն, Արման։ Պարոն Օսեյան, դուք շատ վստահորեն ասացիք, որ թիմը պայքարելու է եւ կարող է այս մրցակցին անցնել։ Դուք այդ վստահությունով եք նաեւ դիմակայությունից առաջ, թե այսօրվա խաղը նաեւ ցույց տվեց, որ կարելի է շատ լավ խաղալ։ Եվ առաջ, եւ այսօրվա խաղը դա ցույց տվեց, ես աշխատում եմ քիչ բարձր բառեր օգտագործեմ, բայց մեր թիմի պոտենցիալը տեսնելով, մեր թիմի հնարավորությունները, մեր ֆուտբոլիստների հնարավորությունները հենց նրանց վերաբերմունքը, նրանց աշխատանքը ու նրանց բարձր որակը ինձ թույլ է տալիս, որ ես այդ խոսքերը ասեմ։ Շնորհակալություն, Ռոբ։ Պարոն Օսեյան, մի փոքր Կարլենի խաղի ու խաղային դիրքի նրա նշանակության մասին գնում, որտեղ այսօր բավական լավ հանդիպում անցկացած նաև 90-ը։ Կարլենը իր երիտասարդ տարիքը հաշվի առնելով արդեն բավական հասուն ֆուտբոլ է խաղում ու շատ մեծ ազդեցություն ունի մեր թիմի վրա ինքը, բայց ինքը ավելին կարող է, նա լավ գիտի, նույնիսկ այսօրվա խաղը դեռ իր լավագույնը չի, ես նրան լավագույն խաղերը շատ եմ տեսել, նա ավելին կարող է եւ պիտի անի եւ նա կամաց դառնում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Շնորհակալություն, հարցեր, Այկ։ Պարոն Օսեյան, դուք եղել եք ստանդարտ խաղարկումների մասնագետ Արմենիայում եւ այսօր դուք ստանդարտից շատ գեղեցիկ գոլ բացեցիք մրցակցի։ Ինչ եք կարծում, երբ մրցակցի նման լավ խաղարկում անմարցակ հնարավոր չի այն կանգնեցնել, թե նման խաղարկումներ պաշտպանես։ Դե քանի որ դա տնային աշխատանք է ու ստանդարտն էլ գիտեք, ավելի շատ
կոնցենտրացիայի խնդիր է, արագ ռեակցիայի խնդիր է, բնական է դժվար է այդ էպիզոդները, մանավանդ երբ որ թիմը պատրաստված է այդ ամենը կիրառելու, ես համարում եմ, բայց մենք այդտեղ անուշադրության խնդիր ունեցանք, կաշխատենք նաև դրա վրա։ Շնորհակալություն, այլ հարցեր, Արման։ Մի հարց է Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ, երբեմն թվում է, թե նա շապից շատ է հատված սահմանումները խաղանում, դա ինչպես է գնահատում, դա նա խաղի մի մասն է, թե կարող մի փոքր քչացնել։ Ճիշտն ասած, այսօր դա ցայտուն էր առաջի խաղակեսում երևում, բայց մենք ընդմիշտմանը նրան հուշեցինք, որ պետք չի շատ սահանկումներ կատարել։ Սահանկումներ պետք է կատարել այն ժամանակ, երբ որ էլ ուրիշ տարբերակ չկա գնդակը խլելու։ Շնորհակալություն, այլ հարցեր, Հայկ։ Թիմի հարցակողի մասին այսօր 11 մետրանոց վաստակետյանացան է, բայց արդյոք դու եք նրա խաղից եւ ո՞րն է սկզբունքային կարողությունը Նուբիսի համար։ Նախ, եթե պարտվել ենք, չեմ կարող գոհ լինել, դա միանշանակ, մենք նրանից ավելին ենք սպասում, բայց տեսնում ենք, որ նա աշխատում է իր վրա ամեն օր եւ ամեն օր հուսով եմ այդ ադապտացիայի փուլն ավելի արագ կանցնի, իմանալով նրան որպես թե մարդ, թե ֆուտբոլիստ, ինչ վերաբերում է տարբերությունը Նուբիսի հետ կապված, եթե նկատեցիք, նա ավելի շարժունակ է, ավելի լավ է պրեսինգի մեջ, ավելի շատ է բացում մեջքի հետևը հակառակորդի պաշտպանների, Նուբիսին էլ ուրիշ ավելի որակներ ունի եւ ըստ հակառակորդի, ըստ այդ օրվա մեզ ինչ պետք է, ընտրությունը կկատարենք հենց իրավիճակից ելնելով, բայց երկուսից էլ իհարկե պահանջները մեծ են։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Ոսյան։